Ըստ իս սա մեր երկրի ինքնիշխանության պակասի արդյունք է, առաջին հերթին։ Կարծես թե ոչ ոք չի թաքցնում այն հիմնավորումը, որ եղել է վատ կառավարում, նույնիսկ բացահայտ հանցագործություններ, գողություններ, եւ այդ ամեն ինչի համար վերջում շատ ոչ adekvat պատասխան, որ պետք է վճարի ժողովուրդը։ Այդ սա է պարադոքսը։ Ըստ իս սա ոչ միայն սոցիալական ընդվզում էր, այլ նաև քաղաքացիական հասարակության ձևավորման հերթական, ես չեմ ասում նոր է սկսում, որտեղ դա արդեն երկար process է, հերթական էտապ է, եւ ըստ իս այդ ուղղությունով էլ պետք է գնար։ Բռնել մեղավորներին, պատժել եւ ստիպել, որ իրենց կերպանից փակվեն այդ պարտքեր եւ ծախսերը։ Սա միտումնավոր կառավարում է։ Սա գնում է արդեն իսկապես, սա գնում է հայաթափության, սա գնում է շատ մեծ բողոքի, սա գնում է արդեն նպատակային ոնց որ քաղաքացիական կռվի, եղբայրը եղբոր դեմ արդեն դուրս գալիս։ Գիտեք ինչ, այստեղ էլեկտրաէներգիայի հարցը չէ, այստեղ արդեն ինչ անարդարություն է լիներ, ժողովուրդը ոտքի կկանգներ, ուղղակի ինձ շատ է անհանգստացնում մի փաստ, որ ժողովուրդը ես վախենում եմ, որ մենակ է մնում, որ ժողովրդի կողքին չեն կանգնում, շատ քիչ են կանգնում եւ ինտելիգենցիան եւ մտավորականությունը եւ քաղաքական գործիչները։ Կարծում եմ յուրաքանչյուր հաղթանակի հասնելու համար պետք է մշակել դրա ճանապարհը։ Միայն ցանկությունը շատ քիչ է։ Եվ այդ տեսակետից գնալ Բաղրամյան 26 նստել եւ սպասել մինչեւ ջրցան մեքենաների ցրելը, կարծում եմ ամենապարզունակ եւ ոչ արդյունավետ որոշումն էր։ Փորձը ցույց է տալիս, որ մեր այն նախաձեռնությունները քաղաքացիական, որոնք որոշակի ձևով մտածված են, նրանք տալիս են արդյունք։ Եթե արդեն ժողովուրդը գնում է այսպիսի միջոցների, սա նշանակում է, որ ժողովուրդը մնացել է մենակ։ Այ հիմա ես ուզում եմ հարց տալ եւ մեր քաղաքական գործիչներին, եւ մեր այն ակտիվ մտավորականներին, որոնք ինչու քիչ են։ Ինձ սա ավելի է անհանգստացնում, քան այն, որ ժողովուրդը, որովհետեւ ակամայից ժողովուրդը կհայտնվեր այնտեղ, ինքը չունի լիդեր։ Ափսոսում եմ, որ չեմ եղել այնտեղ, պարզապես։ Ես նայում եի եւ մտածում մի բան, չէ՞ որ այդքան մարդը դուրս է եկել, որպեսզի հարգելի մեր իշխանավորներ, հարգելի մեր մտավորականներ, ձեր երեխաներին նաեւ պաշտպանի։ Ինքը ոչ միայն իրեն է պաշտպանում իր իրավունքները, ինքը դուրս է եկել, որ քո երեխայի ապագայի համար եւ դու նրան դրա համար պատժում ես։ Ես կարծում եմ, որ մեր այս ասուլիսը ուզում եմ մի համագումարի բերել, որ մենք կոչ անենք եւ մեր ընկերներին եւ մեր քաղաքական գործիչներին, այո, առանց պլանի, առանց լիդերների, առանց շատ որոշակի ծրագրերի, մենք կարող ենք ընդհանրապես հասնել նրան, որ ժողովուրդը պարզապես այդ ստրեսի մեջ է հայտնվելու, հերթական ստրեսի մեջ հայտնվելու։ Այ հիմա ես չգիտեմ ինչ ծրագրեր կարելի է առաջարկել, որ նաև ընդլայնվի շատ նենց հասարակական մի ձևավոր մարդիկ, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին։ Մարդիկ ձերբակալված են։ Հիմա կսկսվի պայքարը այդ մարդկանց ազատելու։ Որոշակի ժամանակից հետո այդ մարդիկ կազատվեն, մենք կհաղթահարենք մեծ հաղթանակ, նրանց ազատելու համար կհանգստանանք, իրականում կգանք զրոյական վիճակի։ Սրան են գնում մենք։ Շատ մտածված է ոստիկանության։ Որովհետև ես էլի եմ ասում, եթե մենք էմոցիոնալ դաշտից սա չտեղափոխենք շատ լուրջ, շատ ծրագրված դաշտ, ինք այսպես մնալու է ոստիկանը չկատարի հրաման, դա ես դեռ ոչ մի պետության մեջ դա միայն տեսել եմ ամերիկյան հեքիաթային ֆիլմերում, ոստիկանները միշտ կատարում են, իսկ սա վերևից հրաման էր ժողովրդին ցրել։